Երեք տեղեկություն տարածվեց, որ կտրիչ Ներսիսյանը պաշտոնից ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Ըստ ձեզ ինչ է ուզում նա այս քայլով ասել։ Ըստ ինձ նախ առաջինը կտրիչ Ներսիսյանը որպես կարգալույծ եղած ժողովրդի կողմից, եկեղեցու հողի կողմից իրավունք չունի կարգալույծ անելու Գևորգ Սրբազանին, որտեղ Գևորգ Սրբազանը խոսել է արդարության եւ ժողովրդի անունից։ Իսկ ինձ Կտրիչ Ներսիսյանը ավելի լավ է ինքը իրեն հեռացնի եկեղեցուց եւ հանգիստ թողի հայ ժողովրդին եւ եկեղեցուն։ Վարչապետը հայտարարել է, որ ինքը այսօր չի ասելու, թե որ համայնք եւ որ եկեղեցի է գնալու, սակայն երեք տեղեկացանք, որ նա գալու է Մասիսի Սուրբ Թադեուս եկեղեցի, ինչը կարծում ես, քնի աջակցություն Գևորգ Սրբազանի արվեց եւ հայտարարվեց այդ մասին։ Ես չեմ կարող ասել ի աջակցություն արեց, երևի ինքը ընտրեց Մասիսի եկեղեցին, նաեւ կարող է եւ աջակցություն։ Ինչու՞ չէ, որովհետև հենց ինքը վարչապետը, այն քահանաները կամ այն եկեղեցու քահանան, ովքեր որ հայտարարել են միանում են ժողովրդին, հա, եւ Կտրիչ Ներսիսյանին դեմ են իր արարքի համար, վարչապետը իր աջակցությունը հայտնել է։ Այսինքն կարծում եք սա ցայտնոտային վերջին քայլերն են, երբ որ տեսնում է, որ արդեն քահանաներն են խմբերով միանում։ Միանշանակ։ Նա չդիմացավ այդ հարվածին, քահանաների հարվածներին եւ դիմում է արդեն ավելի շատ սադրիչ քայլերի, ինձ թվում է, որ երկար չի տևելու եւ շատ շուտով հեռանալու է ինքը։ Եվ որպես մարզի բնակիչ կխնդրեմ ձեր կարծիքը հայտնել Գևորգ Սրբազանի մասին։ Ուրեմն նայեք, Գևորգ Սրբազանը, երբ որ այն ժամանակ 44-րդ պատերազմից հետո քննադատում էր վարչապետին, այսօրվա անդիմության կողմից ինքը արդարացի մարդ էր, լավ մարդ էր, հա։ Իսկ երբ որ այսօր Գևորգ Սրբազանը իր ամբողջ մտքով վերլուծությամբ վերլուծեց եւ զգաց, որ այո, այսօրվա իշխանությունները վարչապետը ճիշտ է, հա, եւ տեսա, որ Կտրիչ Ներսիսյանը սխալ, որոշեց, որ Գևորգ Սրբազանը միանա ժողովրդին, ժողովրդի կարծիքին։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։